45-50 տարեկան ծառա է։ Ծառը հատելը հեշտ է, իսկ այն տնկելն ու մեծացնելը տարիների աշխատանք, ջանքեր ու համբերություն է պահանջում։ Աշխատել եմ անտառտնտեսությունում 3 ամիս։ Ամեն մի ծառի վրա երեխուց շատ աշխատանք են կատարել, որ իրան հասցնենք արդյունքի։ Պետք է պահպանեն, չոչնչացնեն, ինչքան շատ հետևողական լինենք բնությանը, այնքան բնությունը մեզ իր շռայլ բարիքները կնվիրի։ Մարտի 20-ին գարունը մտնում է իր իրավունքների մեջ, սկսվում է աստղագիտական գարունը, գիշերը հավասարով։ Երբ գիշերն ու ցերեկը դառնում են հավասար, իսկ հենց հաջորդ օրը 2012 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ աշխարհը նշում է անտառների միջազգային օրը, հիշեցնելով բնության պահպանության կարևորության մասին։ Այս գաղափարը վաղուց արդեն գործի է վերածել Vivan, որը մոտ 2 տասնամյակ Հայաստանում իրականացնում է բնապահպանական ծրագրեր, տարածելով կանաչ մտածողությունը։ Այս գարունը եւս նրանք դիմավորում են ոչ թե պարզապես խոսքով, այլ իրական արդյունքներով։ Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում Vivan-ու Իմ անտառը տնկել են ավելի քան 43,000 ծառ։ 14 հեկտարի վրա իրականացվել են անտառի ստեղծման աշխատանքներ։ Vivan-ի հետ կատարել են 22 թվականին ծառատնկման աշխատանքներ, ու արդեն հուսալի փուլում ենք, որովհետև դժվարությունն անցած է։ Ունենք կպչողականություն, կարծեմ 70-ից 80%, որը շատ լավ արդյունք է։ Վտանգն անցած է, արդեն խնամելով, ջրելով եւ այլ մեթոդներով հասնելու ենք նրան, որ կորուստներ չունենանք։ Vivan եւ Իմ անտառը հսկայածավալ աշխատանք են կատարել։ Ձևավորվող երիտասարդ անտառները կօգնեն մաքրել օդը, կարգավորել կլիման, պահպանել ջրային պաշարներն ու պաշտպանել հողը, միաժամանակ նվազեցնելով սելավների, սողանքների եւ էրոզիայի վտանգը։ Այս երկարաժամկետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տվել ոչ միայն մեծածավալ աշխատանքներ իրականացնել, այլ նաեւ երկարաժամկետ պլանավորում անել, ինչը շատ կարևոր է անտառտնկման աշխատանքներ իրականացնելու համար։ Անտառ տնկելը 1 տարվա գործ չէ եւ նույնիսկ 5 տարվա գործ չէ, դա իսկապես երկար նվիրում պահանջող, ջանքեր պահանջող աշխատանք է եւ դա պահանջում է բոլորիս մասնակցությունը, բոլորիս համբերությունը, բոլորիս համառությունը եւ բոլորիս հավատը։ Ծրագրերը ոչ միայն բնապահպանական, այլև համայնքային նշանակություն ունեն։ Բոլոր աշխատանքներին ակտիվ մասնակցում է տեղական բնակչությունը։ Իմ անտառ Հայաստանի թիմի մեծ մասը, շուրջ 75%-ը Լոռու մարզի բնակիչներ են, իսկ յուրաքանչյուր սեզոնին աշխատանք է ստանում մինչև 200 մարդ։ Vivan-ի ու Իմ անտառի գործակցությունը ոչ միայն անտառներն է ավելացնում, այլև աջակցում համայնքների զարգացմանը։ Անտառը ունի վատ սովորություն, ինքը կարող է հետ տա այն, ինչ իրան տվել են, այսինքն դրանից խուսափելու համար փորձենք անենք միմիայն լավը։ Նունե Գրիգորյան, այսօր։